Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում դրաման ապահովելուց ու Ղազախստանում հետխաղը 11 մետրանոց հարվածաշարում Ելիմայի արգելքը հաղթահարելուց հետո Ալաշկերտը նոր մարտահրավեր ունի։ Հայաստանի քառակի չեմպիոնի մրցակիցը ռումինական լիգա 1-ի 8-ակի հաղթող ՉՖՌ Կլուժն է։ Շատ դեպքեր է լինում, երբ այդպիսի էմոցիաներով խաղից հետո թիմը շատ էմոցիա է թողում դաշտում ու դա ազդում է հաջորդ խաղի վրա։ Գաղտնիք չէ, որ ֆուտբոլը շատ էմոցիոնալ խաղ է ու առանց էմոցիայի պետք չի խաղալ այդ խաղը։ Աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, տանում ենք այդ ուղղությամբ։ Մենք առանց այդ էլ խաղում ենք էմոցիայով, կրքով ու վստահ եմ, որ վաղն էլ այդ էմոցիոնալ գիրկը դաշտում կտենակ ու շատ լավ խաղ լինել։ Կլուժն ապոկան ներկայացնող թիմը 3 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, վերջինը 2012-13 մրցաշրջանում, որտեղ 3 հաղթանակ է գրանցել, 2-ը Բրագայի, 1-ն էլ Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ։ Վերջին անգամ, սակայն, Եվրագավաթի հիմնական փուլին ռումինական Գրանտը մասնակցել է 2022-23 մրցաշրջանում, Կոնֆերենցիաների լիգայում իր խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։ ЧՖՌ Կլուժի արգելքը որակավորման փուլերում հայկական թիմերից կարողացել է հաղթահարել Փյունիկը 2022-ին, իսկ 2018-ին նույն Ալաշկերտը Մրցակիցը շատ ուժեղ, հարուստ պատմություն ունեցող թիմ է, լավ ուսումնասիրել ենք մրցակցին ու եղին պատրաստ ենք վաղ խաղալ։ Դժվար խաղ ստացվեց Ելիմայի հետ, լրացուցիչ ժամանակ եղավ, բայց այդ հաղթական էմոցիաները ավելի օգնեց, որ թիմը ավելի շուտ վերականգնվի։ Իմ կարծիքով լրիվ վերականգնվել ենք, լրիվ պատրաստ ենք։ Դիմակայությունում հաջողելու դեպքում Ալաշկերտը կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում կհանդիպի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի Տրոմսո Հրադեց Կրալովե զույգի պարտվողի հետ։